Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1570-րդ օրն է, որոշեցի ձեզ համար պատրաստել կարճ, բայց հագեցած թողարկում, կան հետաքրքիր նորություններ, ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական, քանի դեռ ռուսական բանակը Կաշվից դուրս է գալիս, որպեսզի ռազմաճակատի գոնե որևէ հատվածում առաջխաղացում ցույց տա եւ ինչ-որ կերպ հավասարակշռի ուկրաինական հարվածների հետևանքով ամենօրյա խայտառակությունը, Պուտինի եւ նրա երկրի համար իրավիճակը գահավիժում է եւ շարունակում է վատ թարացման նշաններ ցույց տալ, Ուկրաինայի զինված ուժերը հաստատել են Ղրիմից դուրս եկող բոլոր կամուրջների խոցումը, իսկ օկուպանտների հրամանատարները անելանելիությունից ինքնալիկվիդացվում են, ժամանակավորապես օկուպացված Ղրիմից հակառակորդի լոգիստիկայի համար կանգուն մնացած կամուրջներ այլևս չկան, ռուսական բանակի համար իրավիճակը այնքան է ծանրանում, որ օկուպանտների հրամանատարները սկսել են ինքնասպանություն գործել, այս մասին հայտնել է Ուկրաինայի զինուժի առանձին գրոհային գնդի հրամանատար Դմիտրի Ֆիլատովը, նրա խոսքով երեկ ռուսական բանակի 37-րդ մոտոհրաձգային բրիգադի գումարտակներից մեկի հրամանատար Բաթո Մունկուևը վերջ է տվել իր կյանքին, հունիսի 11-ի գիշերը ուկրաինական ուժերը Արմյանսկ քաղաքի կամրջի մոտ խոցել են Ռուսաստանի բանակի մոտ 50 բեռնատար, որոնք պատրաստ էին մեկնել Գուլյայպոլիի ուղղությամբ, ինքը կամուրջը շարքից դուրս է բերվել Firepoint դրոնային միջոցներով եւ կրկնակի հարվածի կարիք չունի, այսպիսով թշնամու կարևորագույն լոգիստիկ ճանապարհը լիովին կաթվածահար է եղել, Ուկրաինայի զինված ուժերը օկուպացված տարածքներում համակարգված կերպով ոչնչացնում են հակառակորդի անձնակազմի զգալի մասը դեռևս նախքան նրանց մարտի դաշտ հասնելը, մոտ ապագայում հակառակորդի վիճակը միայն վատթարանալու է, ընդգծում են մեր զինվորականները, դե պատկերացրեք, եթե 50 բեռնատար է ոչնչացրել անձնակազմով, սա հերթական մեծ ջարդն է, որը տեղի ունեցել Արմյանսկ քաղաքի մոտ, Ուկրաինան շարունակում է հարվածների արշավը ոչ միայն օկուպանտների լոգիստիկայի եւ կուտակումների, այլև ռուսական բանակի ռազմական ենթակառուցվածքների ուղղությամբ, հունիսի 11-ի գիշերը Ուկրաինայի ռազմածովային ուժերը Նեպտուն հրթիռի հարվածով ոչնչացրել են Սևծովյան նավատորմի օբյեկտը Սևաստոպոլի Ստրիլեցկայա ծովածոցում, Ղրիմի թերակղզում իրավիճակի զարգացումը մատնանշում է սոցիալ-տնտեսական եւ հումանիտար դրության արագընթաց վատթարացումը, այնինչ սկզբնապես տեղական վարչակազմերի կողմից ներկայացվում էր որպես ժամանակավոր լոգիստիկ դժվարություններ, վերածվել է մատակարարման խորը համակարգային ճգնաժամի, թերակղզին փաստացի հայտնվել է ապրանքային եւ վառելիքային շրջափակման պայմաններում, ինչը հետևանք է ռազմական գործողությունների ակտիվացման եւ օկուպացված տարածքը Ռուսաստանին կապող տրանսպորտային զարկերակների խոցելիության, այս աղետի ամենավառ ցուցիչը դարձավ զբոսաշրջային ձախողումը, օրինակ Սևաստոպոլում հյուրանոցների եւ հյուրատների ամրագրումների չեղարկման մակարդակը հասել է աննախադեպ 79%-ի, տարածաշրջանը արագորեն կորցնում է հանգստացողներին, առողջարանային գոտուց վերածվելով բարձր ռիսկային գոտու, ինձ թվում է մեր տելեգրամում տեսել եք հետաքրքիր կադրեր, վառելիքային ճգնաժամը ակնթարթորեն շղթայական ռեակցիա առաջացրեց մատակարարման ողջ համակարգում, հանգեցնելով մանրածախ առևտրի սննդամթերքի սուր դեֆիցիտի, տեղական ղեկավարության հանգստացնող հայտարարությունների հանդեպ բնակչության լիակատար անվստահությունը եւ հակաճգնաժամային արդյունավետ միջոցների ակնհայտ բացակայությունը հանգեցրին խոճապային տրամադրությունների, թերակղզու բնակիչները սկսել են զանգվածաբար գնել սննդամթերք եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ, իրարանցման եւ մեծ պահանջարկի արդյունքում խանութների դարակները սկսել են դատարկվել լիովին, սոցիալական ցանցերը ողողված են ապրանքային իրական դեֆիցիտը փաստող տեսանյութերով, ինչն էլ ավելի է բորբոքում խոճապը եւ կաթվածահարանում ներքին առևտուրը, բոլոր հնարավոր կադրերը տեղադրում ենք մեր տելեգրամում, մատակարարումների մասշտաբային խափանումները ստիպել են խոշոր առևտրային ցանցերին անցնել սահմանափակ բաշխման, խանութներում սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների բաց թողման խիստ լիմիտներ են սահմանվել, այդ ընթացքում մեր տելեգրամյան ալիքում դուք հավանաբար արդեն տեսել եք տեսանյութեր, թե ինչպես են Ղրիմի բնակիչները շտապում լքել թերակղզին, նախքան իրենց իսկ խոսքերով Կերչի կամուրջի ոչնչացումը, Կերչի կամուրջը հենց այն ռուսների ասած Ղրիմի կամուրջն է, որը արդեն մի քանի հարվածներ է ստացել ուկրաինական կողմից, Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Մադյար-Բրովդին հաստատել է, որ ընթանում է օկուպացված Ղրիմի լոգիստիկան կտրելու գործողությունը, լիակատար շրջափակմանը քիչ ժամանակ է մնացել, այս մասին Սպան պատմել է Reuters գործակալությանը տված հարցազրույցում, ինձ թվում է մեզ Ղրիմում լսում են եւ հասկանում են, թե ինչ է պետք անել,
Միևնույն ժամանակ հայտնի հետաքննող լրագրող Խրիստո Գրոզևը լրատվամիջոցներին տված հարցազրույցում ուշագրավ հայտարարություն է արել։ Նրա խոսքով դիկտատոր Պուտինը Ուկրաինայի դեմ պատերազմով ինքն իրեն փակուղի է մտցրել, տնտեսությունը չի դիմանում հատուկ ռազմական գործողության շարունակմանը, իսկ դրա ավարտը Ռուսաստանին սպառնում է հեղափոխությամբ։ Գրոզևը բարձր է գնահատում Ռուսաստանում նոր մոբիլիզացիայի հավանականությունը, քանի որ ռազմաճակատում կենթանի ուժի պակաս կա։ Միևնույն ժամանակ Գրոզևի տվյալներով դա չափազանց ուժեղ հարված կլինի Պուտինի հեղինակությանը ավելի վատ, քան ինտերնետի անջատումը։ Գրոզևի խոսքով Պուտինը չի կարող կանգնեցնել պատերազմը, որովհետև վախենում է ռազմաճակատից վերադարձող պատերազմի վետերաններից։ Մեջբերեմ Պուտինը քաղտեխնոլոգներից կանխատեսումներ է ստանում, որ եթե ավարտի պատերազմը, հեղափոխություն է լինելու։ Կրեմլին մոտ կանգնած քաղտեխնոլոգները արդեն 1 տարի է, ինչ դա գրում են Պուտինին, պատմել է Գրոզևը։ Ինձ թվում է, սա լսելով մեր Ռուսաստանի հայրենակիցները, ովքեր չեն աջակցում Պուտինին, պետք է զգուշանան, որպեսզի մոբիլիզացիայի զոհ չդառնան։ Գիտեք, մոբիլիզացվածները Ուկրաինայում մաքսիմում 2 շաբաթվա կյանք ունեն։ Հենց հասան ռազմաճակատ, պարզապես ոչնչացվում են ուկրաինական կողմից։ Իր հերթին տնտեսագետ Իգոր Լիպսիցը կարծում է, որ Ռուսաստանում արդեն իսկ իշխանափոխություն է տեղի ունենում, սակայն այդ գործընթացը փորձում են թաքցնել օտարների աչքերից։ Ռուսաստանի կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան արդեն մի քանի անգամ անընդմեջ անցնում է հիվանդության արձակուրդի, գերադասելով ներկա չգտնվել կարևոր նիստերին։ Լիպսիցի կարծիքով դրա համար ծանրակշիռ պատճառ կա։ Ամենայն հավանականությամբ հենց հիմա Ռուսաստանում ընթանում է իշխանությունը այլ ձեռքեր փոխանցելու գործընթաց, ինչի մասին նեղ շրջանակներում քաջատեղյակ են։ Տնտեսագետը կարծում է, որ Նաբիուլինան չցանկանալով մասնակցել դրան, պարզապես պահպանման ռեժիմի է անցնում, ռեժիմ սախրանյենիա։ Ճիշտն ասած, Լիպսիցի ասածը այնքան դուրեկան է, որ նաև անհավանական է թվում, բայց քանի որ մինչ այժմ Լիպսիցի ասածները իրականացել են, սա էլ ֆիքսենք, տեսնենք թե արդյոք այս անգամը եւս տնտեսագետը ճիշտ դուրս կգա թե ոչ։ Պատերազմի թոհուբոհի մեջ շատերը ցանկալին իրականության տեղ են ներկայացնում եւ կորցնում են իրենց հավաստի տեղեկատվության աղբյուր լինելը։ Հուսանք, որ չենք կորցնի Լիպսիցին։ Այս ամենի ֆոնին կրեմլյան քարոզիչ Իգոր Կարոչենկոն պնդում է, որ արդեն հաջորդ տարվա սկզբին Ուկրաինան կկարողանա 100,000-ավոր հեռահար դրոններով հարվածել Ռուսաստանին եւ ռուսական հոպը ի վիճակի չի լինի դիմակայել այդ սպառնալիքին։ Այսպես նա կարծես նախապատրաստում է ռուսաստանցիներին, դե վատ չի, որ իրենք են նման լուրեր ասում։ Հետաքրքիր է, որ այս ֆոնին New York Post պարբերականը հղում անելով փորձագետների կարծիքին գրում է, որ ռուս դիկտատոր Պուտինը ավելի ու ավելի հուսահատ է դառնում, քանի որ ձգձգվող պատերազմը քայքայում է Ռուսաստանի տնտեսությունը։ Պուտինը հույսեր է փայփայում, որ դաժան ձմեռը կօգնի իրեն բեկել իրավիճակը, գրում է թերթը։ Մեջբերեմ թույլ գարնանային հարձակումից հետո, որի արդյունքում Ռուսաստանը վերջին 3 տարվա մեջ առաջին անգամ ավելի շատ տարածք կորցրեց, քան գրավեց, Կրեմլը հավանաբար ձմռանը լայնամասշտաբ հարձակում է պլանավորում, նպատակը Ուկրաինային առավելագույն վնաս հասցնելն է, ասվում է New York Post-ի հոդվածում։ Փորձագետները ենթադրում են, որ Պուտինը կրկին կփորձի հումանիտար աղետ ստեղծել Ուկրաինայում Դոնբասի հարցում զիջումների հասնելու համար։ Անկեղծ ասած, դժվար է հասկանալ ամերիկացի փորձագետների տրամաբանությունը։ Եթե Ռուսաստանի ռեսուրսները սպառվում են հենց հիմա, ապա որն է երաշխիքը, որ դրանք կլինեն ձմռանը, եւ հետո ով է ասել, թե հաջորդ ձմեռը անպայման ցուրտ է լինելու։ Ես մեջբերեցի ձեզ ամերիկյան այս հոդվածը, որpիսի զգաք, թե իրավիճակի ինչպիսի չհասկացվածության մեջ են շարունակում մնալ աշխարհում նույնիսկ հեղինակավոր լրագրողներն ու փորձագետները, իսկ մենք ձեզ հետ կապրենք ու կտեսնենք, թե ինչպիսին կլինի ձմեռը եւ ինչի հաշվին Պուտինը ընդհանրապես կարող է հզորանալ իբր մինչեւ ձմեռ։ Առայժմ Ուկրաինան միայն մեծացնում է իր հեռահար հարվածները, ինչպես օրերս նշեց նախագահ Զելենսկին, մենք ձգտում ենք հասնել հեռահար 600 միջոցների ցուցանիշին։ Այժմ ձեզ կներկայացնեմ ամսի 11-ի տվյալները մեր հարվածների, բայց ինչպես գիտեք, սրանք մեր բոլոր հարվածները չեն, մնացածը կներկայացնեմ թողարկման երկրորդ հատվածում։ Շփման գծում ընթացող ծանր մարտերին զուգահեռ ուկրաինական ուժերը հզոր հեռահար հարվածների շարք են հասցրել թշնամու ռազմավարական թիկունքին։ Կրասնոդարի երկրամասում կամիկաձե դրոնների գիշերային հարձակման հետևանքով հրդեհվել է Աֆիպսկի նավթավերամշակման գործարանը, որը տարեկան վերամշակում է ավելի քան 6 միլիոն տոննա հումք, ավելի ճիշտ կլինի ասել վերամշակում էր։ Միևնույն ժամանակ գլխավոր շտաբը Ուկրաինայի պաշտոնապես հաստատել է հաջող հարձակումները ռուսական այն գործարանների վրա, որոնք զբաղվում են հարվածային դրոնների հավաքմամբ։
Նույն ամսի 11-ին Ռոբերտ Մադյար-Բրովդիի ղեկավարությամբ անօդաչու համակարգերի ուժերը կենտրոնացել են Ղրիմի թերակղզու լիակատար լոգիստիկ շրջափակման վրա, օպերատորները կրկնակի կրիտիկական հարված են հասցրել Չոնգարի կամրջին, այն ամբողջությամբ շարքից հանելով եւ փակելով ցանկացած երթևեկության համար, բացի այդ կրակային վերահսկողության տակ են վերցվել Արմյանսկի մոտակայքի այլընտրանքային անցումները, Մադյարի խոսքով ցամաքային միջանցքի ճանապարհային ենթակառուցվածքների ոչնչացման պատճառով օկուպանտների ռազմական տրաֆիկը հարավում արդեն գահավիժել է 71%-ով, ընդամենը ամսի 11-ի ընթացքում Մադյարի ստորաբաժանումները ավիացիան եւ դրոնները ոչնչացրել են 2 հրետանային համակարգ, դրոնների կառավարման 3 կետ, անձնակազմերի հետ միասին եւ հակառակորդի 4 հրամանատարական շտաբ, իսկ գեներալ Սիրսկին տեղեկացրել է, որ ուկրաինացի զինվորականները 26 թվականի մայիսին գրեթե 100 քառակուսի կիլոմետրով ավելի տարածք են ազատագրել, քան կորցրել են։ Ըստ գեներալի, ռազմաճակատում իրավիճակը մնում է բարդ եւ դինամիկ։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը նշել է, որ հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը Ուկրաինայի արևելքում եւ հարավում, իսկ մարտական բախումների քանակը զգալիորեն աճել է։ Ամենաինտենսիվ մարտերը շարունակվում են Պոկրովսկի, Ալեքսանդրովսկի եւ Գուլյայպոլիի ուղղություններով։ Միևնույն ժամանակ, ինչպես ընդգծել է գեներալը, Ուկրաինայի պաշտպանության ուժերը շարունակում են պահպանել նախաձեռնողականությունը առանձին տեղամասերում, մեջբերեմ մայիս ամսվա ակտիվ գործողությունների արդյունքներով ազատագրված եւ կորցրած տարածքների հարաբերակցությունը կազմում է գրեթե +100 քառակուսի կիլոմետր հօգուտ մեզ, իսկ տարեսկզբից ի վեր ընդհանուր առմամբ ազատագրվել է ավելի քան 600 քառակուսի կիլոմետր ուկրաինական հող, նշել է Ալեքսանդր Սիրսկին։ Այժմ խնդրում եմ մի քանի վայրկյան դադար տալ եւ լայքել մեր եթերը, ինչպես նաեւ հնարավորության դեպքում տարածել այն սոցիալական ցանցերում։ Առիթից օգտվելով շնորհակալություն հայտնեմ, դուք ինձ շատ եք օգնում, շատ երախտապարտ եմ ձեզ։ Ձեր աջակցությունը լայքերի եւ տարածումների տեսքով շատ զգալի է, շատ շնորհակալ եմ։ Հասանք ռազմաճակատի թվերին։ Անցած 2 օրվա ընթացքում Ուկրաինայի գլխավոր շտաբի տեսալուսանկարահանած տվյալների համաձայն ռազմաճակատում տեղի է ունեցել ավելի քան 492 մարտական բախում, որոնց ընթացքում օկուպացիոն զորքերը կորցրել են եւս 2610 զինվոր եւ ավելի քան 5226 միավոր տեխնիկա, անօդաչու թռչող սարք, տրանսպորտ եւ սպառազինություն։ Ռելիզները ձեր էկրաններին են, աջ կողմում ամենաակտուալն է։ Պատերազմի սկզբից մինչ օրս թշնամու ընդհանուր կորուստները կազմել են արդեն 1,380,120 զինծառայող։ Ուկրաինային հաջողվել է մի շարք գործընկերների մոտ գտնել լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր եւ հրթիռներ դրանց համար, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակ Գեորգի Ծիխին։ Գործընկերների հետ յուրաքանչյուր բանակցություն սկսվում է նախևառաջ նախագահ Զելենսկու կողմից ձեռք բերված որոշումների առաջ մղմամբ, երկրորդը անհրաժեշտ ռեսուրսների եւ անհրաժեշտ որոշումների գտմամբ, ասել է Ծիխին։ Նա պատմել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկու Բրիտանիա կատարած այցի ժամանակ դաշնակիցների հետ բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել մի շարք նոր որոշումներ ՀՕՊ-ի վերաբերյալ եւ հիմա անհրաժեշտ է այդ որոշումները կյանքի կոչել որքան հնարավոր է շուտ։ Արտգործնախարարության խոսնակի խոսքով Ուկրաինային հաջողվել է գտնել մի շարք լրացուցիչ միջոցներ, ինչպես համակարգեր, այնպես էլ հակահրթիռային հրթիռ կործանիչ հրթիռներ, շնորհիվ մի շարք երկրների հետ համագործակցության, բայց ինձ թվում է Ռուսաստանի օրով մեր լսարանը ուզում է լսել այլ ոգևորիչ լուրեր, եւ մենք դա ունենք ձեզ համար։ Հունիսի 12-ի գիշերը Ռուսաստանի այսպես կոչված օրը աննախադեպ ծանր է եղել ագրեսոր երկրի ռազմարտունաբերական համալիրի եւ նավթաքիմիական ոլորտի համար։ Ուկրաինայի գլխավոր շտաբը ռազմական հետախուզության եւ Ուկրաինայի անվտանգության ծառայության հետ համատեղ պաշտոնապես հաստատել են հեռահար հարվածները Ռուսաստանի խորը թիկունքին սահմանից մինչեւ ավելի քան 1200 կիլոմետր հեռավորության վրա։ Անցած գիշերը Ուկրաինայի պաշտպանության ուժերի ստորաբաժանումները հզոր եւ համակարգված հարված են հասցրել ռուս օկուպանտների ռազմավարական թիկունքին եւ ռազմական ենթակառուցվածքներին։ Բոլոր կադրերը մեր Telegram-ում են։ QR կոդը հանեցի ձեր էկրաններին, որպեսզի ովքեր դեռ բաժանորդագրված չեն, բաժանորդագրվեն։ Հիշեցնեմ նաև, որ Telegram-ի հղումը կա բոլոր եթերների նկարագրության մեջ եւ մեկնաբանությունների ամենավերևում։ Շարունակեմ մեր հարվածների թեման։ Թաթարստանի Հանրապետությունում հարվածի տակ են հայտնվել Նիժնեկամսկի երկու խոշորագույն նավթավերամշակման գործարանները՝ Տանեկոն եւ Տաիֆը։ Առավոտյան ուկրաինական դրոնների հարվածի տակ է հայտնվել Նիժնեկամսկ նեֆտեխիմ քիմիական գործարանը։ Այս ռազմական
ռազմական ձեռնարկությունը պատկանում է ռուսական խոշորագույն նավթաքիմիական Սիբուր ընկերությանը։ Գործարանը մասնագիտացած է սինթետիկ կաուչուկի, պլաստիկի եւ պոլիմերների արտադրության մեջ։ Դրա արտադրանքը ուղղակիորեն օգտագործվում է Ռուսաստանի ռազմարտությունաբերական համալիրի կողմից, ինչը այս օբյեկտը դարձնում է օրինական ծայրահեղ ցավոտ թիրախ, որը պետք է անպայման խոցվի։ Գլխավոր շտաբը պաշտոնապես հաստատել է թիրախների խոցումն ու համալիրների տարածքում բռնկված խոշոր հրդեհները, որպեսզի պատկերացնեք մասշտաբները, Տանեկո համալիրը Ռուսաստանի խոշորագույն ձեռնարկություններից մեկն է ոլորտի, որի տարեկան վերամշակման հզորությունը գերազանցում է 16 միլիոն տոննա նավթ, իսկ Տաիֆը յուրահատուկ հումքեր մատակարարում նավթաքիմիայի եւ թշնամու ուղղակի ռազմական կարիքների համար։ Դրան զուգահեռ Սամարայի մարզում հարձակման է ենթարկվել տալիացի կաուչուկ կոմբինատը։ Այս ձեռնարկությունը մասնագիտացված է սինթետիկ կաուչուկի արտադրության մեջ, որն օգտագործվում է տակտիկական եւ բալիստիկ հրթիռների համար պինդ-հրթիռային վառելիք ստանալու նպատակով։ Թիրախի խոցումն ու հաջորդած հրդեհը նույնպես պաշտոնապես հաստատված են։ Բացի այդ, ստացվել են հունիսի 10-ի հարվածի ճշգրտված տվյալները։ Սամարայի մարզի Կույբիշևի նավթավերամշակման գործարանը ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքը նավթի առաջնային վերամշակման AVT-4 եւ AVT-5 կայանքների ոչնչացումից հետո։ Բացի տնտեսությանը հասցված հարվածներից, Ուկրաինայի գլխավոր շտաբը զեկուցել է հակառակորդի հրամանատարական կետերի եւ լոգիստիկ ջախջախման մասին։ Խոցվել են օկուպանտների հրամանատարական դիտողական կետերը Կուրսկի մարզի Օբեստի եւ Իսկրա շրջաններում, ինչպես նաեւ Խերսոնի մարզի օկուպացված հատվածում Մարինսկեի շրջանում։ Հարվածներ են ենթարկվել հրամանատարական կետերը Վասկրեսենկայի եւ Պակրովսկի շրջաններում, ինչպես նաեւ կապի հանգույցը Դոնեցկի մարզի Վիսոլեե բնակավայրում։ Լրացուցիչ ոչնչացվել է կենթանի ուժի կենտրոնացման վայրը Զապորոժիեի մարզի Վաստոչնի պոլիգոնում, դաշտային հրետանային պահեստը Լուգանսկի մարզի Ռիբյանցևեում եւ թշնամու խոշոր լոգիստիկ պահեստը Մարիուպոլում։ Պարտիզանները Ռուսաստանում ռազմավարական գործողություն են իրականացրել եւ օդային միջանցք բացել դեպի Մոսկվա։ Այս գիշերվա առանձնահատուկ եւ կարեւոր էջն են դարձել ընդհատակի ակնառու գործողությունները։ Ատեշ պարտիզանական շարժումը համակարգված դիվերսիաների շարք է իրականացրել Բելգրադի մարզում։ Պարտիզանները հաջողությամբ ոչնչացրել են հակառակորդի կապի ռազմավարական աշտարակների վրա տեղադրված հեռահաղորդակցության հանգույցների սարքավորումները։ Այս տեխնիկան ապահովում էր օդային վտանգների մասին օպերատիվ տվյալների փոխանցումը ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերին։ Դիվերսիայի արդյունքում ռուսական հակաօդային պաշտպանության տեղեկատվության փոխանցման կապուղիները ամբողջությամբ խաթարվել են, իսկ թշնամու ռազմական հաշվարկները բառացիորեն կուրացել են։ Պարտիզանները իրենց հերթին զայկույցում կարճ եւ հեգնանքով մեկնաբանել են այս հաջողությունը։ Դեպի Մոսկվա օդային միջանցքը բաց է։ Իհարկե շատ ոգևորիչ հայտարարություն է, բայց գիտենք, որ միայն Բելգրադի մարզը չի կանգնած մինչև Մոսկվայի ճանապարհը։ Ինչևէ հաջողությունը կար, արձագանքեցինք։ Կուզեի անդրադառնալ սոցիալական ցանցերում պտտվող այն թեմային, թե իբր ռուսական ագրեսիայի ընթացքում 30,000 հայ է զոհվել։ Նախևառաջ կցանկանայի ընդգծել, որ մենք պետք է հստակ պատկերացնենք իրավական հարթությունում հայեր բառով բնորոշվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, իսկ մնացած բոլորը, եթե խոսքը ռուս-ուկրաինական պատերազմի մասին է, ապա կամ հայկական արմատներ ունեցող ռուսաստանցիներ են, կամ որևէ կերպ փոխանցված ազգանուններ կրողներ։ Նույնը վերաբերում է նաև ուկրաինական կողմին, սակայն սոցիալական ցանցերում պտտվող հնչեցվող թվերը որևէ փաստացի հիմք չունեն։ Ի տարբերություն Ուկրաինայի, Ռուսաստանում ոչ համակարգված կերպով ինչ-որ մեկը հաշվարկել է էթնիկ հայերի մասնակցությունը պատերազմին եւ ոչ առավել եւս նրանց շրջանում զոհերի թիվը, այնպես որ սոցիալական ցանցերում հնչող թվերը կարող են ունենալ զուտ ենթադրական հիմք, ասենք ինչ-որ մեկը վերցրել է Ռուսաստանում ապրող էթնիկ հայերի ընդհանուր թիվը եւ ենթադրել, թե նրանց որոշակի մասը զորակոչվել կամ պայմանագիր է ստորագրել ռուսաստանցիների մասով։ Ես գտել եմ փաստերի ստուգման հարթակի FIPAM-ի հրապարակումը ռուսական կողմից զոհված հայերի վերաբերյալ։ Հարթակը ստուգել է հրապարակված իբր 6500 զոհված հայի մասին տեղեկատվությունը եւ ռուսական մեդիազոնայի հետ համագործակցությամբ հանգել է 841 թվին։ Կրկնում եմ, սա Հայաստանի փաստերի ստուգման հարթակ նախագծի հետազոտությունն է Ռուսաստանի հայերի վերաբերյալ։ Սկրինշոթերը ձեր էկրաններին են։ Հղումը կդնեմ եթերի նկարագրության մեջ, այնպես որ կարող եք անմիջապես տեղեկանալ։ Հետազոտությունը կատարվել է այս տարվա փետրվարին։
Ես հակված եմ հավատալ FIPAM-ի տվյալներին, շատ անգամ նախագծի տվյալները բացահայտել են շատ ապատեղեկատվություններ։ Իմ կողմից շատ շնորհակալություն եմ հայտնում պրոյեկտին, եթե մեր եթերը նրանցից ինչ-որ մեկը կլսի, շատ կարևոր աշխատանք եք կատարում, շնորհակալ ենք։ Շատ ճիշտ մոտեցում է, բոլոր տվյալները պետք է ճշտվեն հնարավոր բոլոր աղբյուրներից։ Ուկրաինայի դեպքում դա կատարվում է հայերի շտաբի կողմից։ Հիմա ձեր էկրաններին FIPAM-ի եզրափակիչ սկրինշոթն է։ Իսկ Ուկրաինայում Ուկրաինայի հայերի միությունը, ավելի ճիշտ Ուկրաինայի հայերի միության շտաբը ձգտում է տիրապետել էթնիկ հայերի հետ կապված բոլոր թվերին, քանի որ այստեղ կազմակերպությունը միասնական է եւ իրականացնում է հստակ ուղղորդված հայրենասիրական աշխատանք համայնքի պահպանման եւ համախմբման ուղղությամբ։ Այսպիսով այն անվանական ցուցակը, որն առկա է Ուկրաինայի հայերի միության շտաբում, չի հասնում նույնիսկ 100 էթնիկ հայի ցուցանիշին։ Կրկնում եմ, Ուկրաինայի հայերի միության շտաբը եւ Ուկրաինայի բոլոր տարածաշրջանային հայկական համայնքները զբաղվում են այս հարցով եւ աշխատում են ունենալ բոլոր պատերազմի մասնակիցների տվյալները, իսկ եթե ցավոք սրտի զոհեր են լինում, համայնքները աշխատում են մասնակցություն ունենալ ընտանիքին օգնելու հարցում։ Մեր ուկրաինական հայկական համայնքը ամենահամախմբվածներից է։ Մենք ունենք ինչպես ընդհանուր ուրախություններ, այնպես էլ ընդհանուր վիշտ։ Հայտնի է նաեւ Հայաստանի 4 քաղաքացիների մասին, ովքեր զոհվել են պաշտպանելով Ուկրաինան։ Նրանց անունները ես չեմ հրապարակի, իրավունք չունեմ։ Ամեն դեպքում Ուկրաինայի հայերի միությունում տիրապետում են բոլոր տվյալներին։ Ենթադրում եմ, որ դեսպանատունը նույնպես անմասն չի մնում այս ուղղությամբ աշխատանքում, այնպես որ չգիտեմ թե ով եւ ինչ նպատակով է հրապարակում այդ 30,000 6500 թվերը եւ ինչ հարցեր են ուզում լուծել դրանով։ Հիշեցնեմ, Ուկրաինայի հայերը պաշտպանում են իրենց տունը, ի տարբերություն Ռուսաստանից զորակոչված հայերի։ Ինձ թվում է ավելի հայկական է պաշտպանել սեփական տունը, ընտանիքդ, երկիրդ։ Նաեւ հիշեցնեմ, որ Ուկրաինայի հայ համայնքի գերակշիռ մասը ծնվել ու մեծացել է, իսկ ոմանք արդեն դարավոր տոհմական պատմություն ունեն Ուկրաինայում։ Հայաստանցիների մասնաբաժինը Ուկրաինայի հայերի թվում այնքան էլ մեծ չէ։ Հիմնականում դարերի ընթացքում Ուկրաինա տեղափոխված հայերն են։ Իհարկե կան Հայաստանից մի քանի տասնյակ հազար, կան Բաքվից փախստականներ, Վրաստանից եկած հայեր, Միջին Ասիայից եկած հայեր, բայց ամենագլխավորն այն է, որ Ուկրաինայի հայերի միությունը աշխատում է բոլորի համար լինել ընդհանուր հայկական տուն եւ զբաղվել բոլոր խնդիրներով։ Ճիշտ է, հեշտ չէ, հատկապես պատերազմի պայմաններում, բայց օգտագործելով առիթը իմ շնորհակալությունն եմ հայտնում այն կատարված տիտանական աշխատանքի համար, որը արվում է։ Հիմա չմանրամասնեմ, բայց իրոք շատ մեծ դժվարություններով է աշխատանքը կատարվում, բայց կատարվում է, որովհետև կատարողները նվիրյալ հայեր են։ Ինչ վերաբերում է Հայաստանի մի քանի քաղաքացիներին, ովքեր զոհվել են Ուկրաինան պաշտպանելով, ապա նրանք ազատության եւ արդարության համար մարտիկներ են, ովքեր իմ համոզմամբ պետք է արժանապատվորեն մեծարվեն ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հայաստանում։ Ոչ մի արդարության համար զոհված մարտիկի անուն չպետք է մոռացվի եւ ամեն անգամ, երբ Ուկրաինայի հայերի միությունում ճշտում եմ թվերը, տվյալները, զգում եմ, թե ինչ մանրակրկիտորեն են զբաղվում տվյալները հավաքելու հարցին։ Չէի ուզենա ուրփաթորով շատ երկարացնել եթերը։ Այսօրվա համար սահմանափակվեմ այսքանով։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք։ Խնդրում եմ չմոռանալ լայքել եւ հնարավորության դեպքում տարածել մեր եթերը սոցիալական ցանցերում։ Դե իսկ եթե հանկարծ մոռացել եք բաժանորդագրվել մեր այլ ալիքներին, խնդրում եմ անել դա, որովհետեւ մենք ակտիվորեն օգտագործում ենք բոլոր 3 ալիքները։ Ինչպես արդեն ասել եմ, այս շաբաթ աշխատել եմ մի քիչ ավելի շատ հարցազրույցներ անել, այնպես որ հետևեք նաեւ անալիտիկա եւ ամբիոն ալիքներին։ Ձեզ մաղթում եմ ամենալավն ու բարին, թող հանգստյան օրերը դառնան իրոք հանգստի եւ լավ լուրերի օրեր։ Այս ալիքում հաջորդ եթերը պլանավորում եմ կիրակի, բայց ինչպես ասացի, կաշխատեմ եթերներ տալ ձեզ համար անալիտիկա եւ ամբիոն ալիքներով։ Բարով մնաք։